Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սելի ժողովուրդ, ես արդեն մեզ օրվա ընթացքում երկրորդ անգամ ենք թողում ձայնային, այսօր ապրիլի 21-ն է, տեղական ժամանակով, երեկոյան ժամը 22:00։ Ուրեմն, այսպիսի մի բան, որը հասցեագրված է Սեյրան Մուշեղիչին, Գասպարյան Օնիկին և մյուս բոլոր զինվորականներին։ Քանի որ ես ինքը զինվորական եմ, ուզում եմ դիմեմ հենց իրենց։ Ինձ տեղեկացրեցին, որ Սեյրան Մուշեղիչ դուք հայտարարել եք, որ 283 կիլոմետրանոց պաշտպանական գծից Հայաստանը պաշտպանել է 265 կիլոմետր և Հայաստանի Հանրապետության անբարոյականի զավակի հրամանով զորքը տվել է հետնահանջ, որի արդյունքում հակառակորդը 100 կիլոմետր ճակատային գծով ունեցել է առաջ խաղացում։ Գասպարյան Օնիկն էլ իր հերթին ընդեղ է ելույթ ունենում, ասում է ես փակ քննարկում պետք է անեմ, բացահայտելով 44 օրյա պատերազմը։ Ես չգիտեմ Գասպարյան Օնիկը ինչ փակ քննարկում է ուզում անի, բայց ես ուզում եմ ուրեմն դիմեմ Գասպարյան Օնիկին։ Պարոն Գասպարյան, եթե դուք ինչ-որ մի բան ուզում եք քննարկում անել, ուրեմն ունեցեք տղամարդկություն, հա, եւ քննարկումը արեք բաց։ Նամանավանդ այդ բաց քննարկումը որ արեք, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, որը ես մշտապես տվել եմ եւ ձեզ, եւ Սեյրան Մուշեղիչին, եւ Դավիթ Տոնոյան երևույթին։ 72 ժամ ադրբեջանական 8000-անոց զինված բանակը ինչ էր անում X տեղանքում, բաց երկնքի տակ, եւ ոչ մի սնարյադ այդ զորքի գլխին չընկավ։ Այդ նույն զորքն էլ հետագայում զոռնադհոլով մտավ Շուշի։ 72 ժամ։ Այդ դեպքի հետ կապված ես իմ հաղորդումների ժամանակ տեղադրել էի նաև օպերատիվ տեսանյութը, որը որ նկարահանել էին մեր զինվորականները, բաց երկնքի տակ ադրբեջանական զորքը, այնտեղ մի հատ գրադի մեքենա աշխատում էր, ու դրացից ոչ մի բան չէր մնում, պատերազմն էլ ավարտում է մեր հաղթանակով։ Ղարաբաղն ասում է, Ղարաբաղի ՊԲ-ն ասում է Հայաստանը պիտի խփի, Հայաստանը ասում է Ղարաբաղը պիտի խփի։ Ստեղից հետևություն, որ ոչ նրանք են խփել, ոչ դուք եք խփել, որովհետև ունեցել եք հրաման խնայել ադրբեջանական զորքին, փոխարենը կոտորել մեր զորքին։ Ուրեմն զինվորականները միշտ առաջնահերթության սկզբունքով պետք է շարժվեն իբարս եւ իշահս իրենց երկրի։ Տեսեք, այս մեծ երկիրը որ կա ստեղել, քանի զինվորական դիմում գրեց 16 գեներալ բարձրաստիճան դիմում գրին դուրս եկան, ասին մենք հանցավոր հրաման չենք կատարի, մենք մեր զորքին չենք կոտորի, գրին հելան։ Ճիշտ է, մտեք լուրերը նայեք։ Այսինքն դա խոսում է, որ այդ մարդիկ իրոք զինվորական են եւ կարճ չեն եղել աթոռից ու փողից։ Դուք կատարել եք հանցավոր հրաման, տվել եք զորքին հետնահանջ, կոտորել եք մեր սեփական զորքը, չեք կոտորել հակառակորդի զորքը, հանուն ձեր պաշտոնի, չեք կալանավորել պետական դավաճանին, դուք զինվորականներով։ Հիմա հելել եք ամեն մեկը, դուք ձեր հերթին, ընկեր Գասպարյան, Դավիթ Տոնոյանը իր հերթին, Սեյրան Մուշեղիչը Ռուզիկիս մարդը իր հերթին, ինչ-որ սենց խառնի խուռը բաներ եք խոսում, օդում կախված եւ այլն։ Եղբայր, պարոնայք սպաներ, տղամարդ եղեք, աֆիցեր եղեք, բարուն եք ասելու, ես գիտեմ որ դուք ունեք ասելու, հելեք հրապարակային կերպով դրա մասին հայտարարեք, տվեք ինքնախոստովանական ցուցմունք եւ դրեք թող ժողովուրդը տեսնի, լսի։ Ասեք այն ինչ որ ասում են Վարդան Ղուկասյանը ամբողջ պատերազմի ժամանակ։ Ես մայոր եմ եղել, դուք գեներալ գնդապետ ու գեներալ լեյտենանտ եք եղել։ Կաշկանդված եք, գնացեք հարևան երկիր, Վրաստան, Ռուսաստան, չգիտեմ որտեղ եք ուզում, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Գնացեք այնտեղից խոսացեք։ Դրեք հրապարակեք, փաստեր անել, ձեր մեղքն էլ ընդունեք, խոստովանեք, որ դուք տկարամիտ եք, վախկոտ եք, չգիտեմ, ձեր տեղում դիրքում չեք գտնվել, պաշտոնից կախված եք մնացել, սխալ ենք եղել, ժողովուրդ ջան, մեզ հետո կդատեք կամ չեք դատի, թող որոշի արդեն ժող դատարանը, բայց այսպես է եղել, ոչ թե հիմա այն տունը մնացածներին նման մեկը բոսպորիկ, ես կլնեմ փակ քննարկում, որ փակ ես անում, էլ ես քննարկումը ով է պետք։
Ես ոնց էլա դրեցի, սաղ ապացուցեցի, հրապարակեցի, որ պատերազմի ժամանակ առևտուր եք արել, պատերազմի ժամանակ հակառակորդին չեք խփել, մեր զորքին կոտորել եք, ռեպը անջատել եք, այդ բայրակթարերը անպատիժ ճախրել են Արցախի երկնքում։ Բայց այդ բայրակթարը Ուկրաինայում խի անպատիժ չի ճախրել։ Ու ինչ եղավ այդ բայրակթարը։ Բայրակթարը հլմած ռեպը միացնում ես, վիժումա տպվում է գետին։ Բայց դուք էլ միացնեք, չի եք անջատել։ Արցախ տելեկոմի անտենաները ոնց եք փոխել Ադրբեջան թել եւ այլն, այսինքն հայ զինվորը կռվել է ոչ թե մենակ ադրբեջանցի զինվորների դեմ կամ բանակի դեմ, այլ նաեւ ձեր դեմ։ Իսկ այն զինվորականները ոնց որ Ավակյան Հովիկը Վարդենիսի նախկին գնդի հրամանատար հետո Ղարաբաղի ՊՊ տեղակալը, ով է որ չի ենթարկվել ձեզ, դուք երամիշ գլուխը կերել եք։ Ջանալախարան հանդերձ։ Ջանալն էլ մասնակցել դրան։ Հասկանում եք։ Շուտ թե ուշ վստահեցնում եմ ձեզ։ Այս ամենը դուրս է գալու ջրերից։ Վարդան Ղուկասյանը գալու է վարչապետ, եւ այս քաքը հանելու է ջրի երես։ Եվ մեր շոկներով, վագոններով գնալու եք բերթերը պետական ավաճանություն ծանր հոդվածով, որը մինիմում նախատեսելու է պատիժ ցմահ ազատազրկում։ Մաքսիմում արդեն գիտեք ինչ է։ Ուստի հիմիկվանից էլ եկեք սա խոստովանական ցուցմունք տվեք, որ գոնե ցմահ չեցակ, հետա 20 տարի, 25 տարի, մինիմում 18-17։ Թե չի փակ քննարկում, պարոն Գասպարյան, օրիկ, փակ քննարկում համար ես անում։ Ինչ ես ուզում փակ քննարկումով, որ ինչ անես, ում ականջի հասնի տա։ Բանով ես ասելու, հեռախոսը դիտեմը, կրոմ կես սխում ես վեր, մտում ես վեր, խոսում ես։ Կարսերյան Մուշեղիչ, դրա մասի խեսոր հայտարարում։ Հալիր ազգային ժողովի ամբյոնից հայտարարեիր։ 5 տարի դեպուտատ էիր, Արեն Սիմոնյանը ոնց ուզում թքվեր վրեց։ Ճիշտ է, վիզիոները կա։ Թե դու ոնց ես եղել պաշտպանության, դու ոնց ես եղել իմ նախարարը, ես չեմ կարող հասկանալ։ Էլ Սեյրան Մուշեղիչ եւ Սեյրան Մուշեղիչ, մեկ ոնց է քեզի լուրջ մարդու տեղ դրել, լավ, ես չեմ կարող հասկանալ։ Չի կարելի, տեսեք, այս երկրի զինվորականների օրինակը վերցրեք, քանի գեներալ, դիմում ադմիրալ, գեներալ, դիմում գրին հելան, ասեն մենք չենք կարող այս մարդու հետ աշխատեք, այս մարդը հիվանդ է։ Գրին հելան, ավելի լավ է այդպես, քան թե տանեն հազարավոր ամերիկացի զինվորների եղբայրական գերեզման հորմուզում թաղեն։ Բայց դուք մեր զինվորներին տարաք ու թաղեցիք հանուն ձեր պաշտոնի։ Հիմա հելել եք ասում եք փակ քննարկում վիճակ։ Փակ քննարկումը ում կամագը կողեմ։ Եղբայր օֆիցեր ես, գեներալ ես։ Բաղ ես ասելու հրապարակային հելացավ։ Մեր ասելով։ Նորից եմ ասում, ոչ Տաշի Սամոն, ոչ Ռոբիկը, ոչ ընդեղ Նիկոլ եւ այլն, դե բաստեպարզա ոչ մեկ չի բացահայտելու 44 օրյա պատերազմի արդյունքները ջրերից չի հանելու, նա պարլամենտում նստած է ռոբիկականներ թո հանեն ջրերից։ Հազարժողով է ստեղծել, այս 5 տարի քննարկում են, ինչ են քննարկում, չգիտես, ինչ ես քննարկում են, ասում ոչ մի բան, ինչ է կարել։ Այն ակրավը, որ բան պատգամավոր է դառը, ժողովուրդ օրացերցի։ Ոչ մեկ։ Ես ուզում եմ, որ այս ժողովուրդն ականջին օղանի, ցույց տվեք մեկին, այսով այդ վարչապետի տեխնացուներից, ով ասում է, որ 44 օրյա պատերազմը սաղ քակուտեք հանելու է ջրերից եւ պետական դավաճանները դատվելու են։ Ցույց տվեք մեկին, ով ասում է Արցախը պիտի հետ վերադառնա, ցույց տվեք մեկին, ով ասում է, որ փախստականներ Արցախը պիտի հետ գնան Արցախ, իրան սովետներն ապրելու։ Իսկ ադրբեջանական զորքը պիտի դուրս գա Հայաստանի տարածքից։ Ես պատերազմը չեմ կարոզում։ Ես ասում եմ, երկիրը պիտի ունենա բանակ։ Բանակ ունեցավ այս ամենը տեղի կունենա, ոչ թե որոշակի բոզի տղեկի մեջ ասեմ երկրի ողնաշարը ոստիկանությունը։ Ես այս ղեկավար չգիտեմ ով ասի երկրի ողնաշարը ոստիկանությունը։ Երկրի ողնաշարը դա բանակն է։ Հարևան երկրին տեսեք, օրինակ վեկալեք։ Ոնց է աչուձախ ցայեմ։ Ու ոչ մեկ վրեն չի կարող խի ոյթև բանակ ունի։ Որովհետև ձեր նման բոզի տղեկ ընդեղ նստած չեն։ Նիկոլի նման բոզի տղեն ընդեղ նստած ունեն, հիմա հարևան երկրի Պարսկաստանից ոչ մի բան չեր մնացել, ադրբեջանական ասել, Ադրբեջանին էլ մի կողմ ասել, Պարսի բանին արաբներին էլ մի կողմ, թուրքերին կմնալ մի հատ Թեհրան, էլ յակայա չկա։ Դե մեկ ինչ անեմ, ում դեմա անեմ։ Ովքեր են հետևը կանգնել, որովհետև այդ երկիրը այ որ ասում է դուխով, այ դուխովը դա է, դուխ ունի։ Իսկ ես բոզի տղեն, եկավ ու դուխի հերը անիծեց։ Հիմա ուզում է վերարտադրվի։ Ու հլնմա ասում է ով որ սրան նրան բանտրի, բայց իմանոր ռիշանում տա։ Ու եւն ես ինչեր են ու այդ կուսակցության ռոբիկականներին, որ դրած քրսմա,
հանրապետականների եւ մյուսներին, որ Նիկոլ Բոզի տղեն դրած քրվում է, յակ չեն էլ ասում, «Էդ ում ընտրողին ես բան ասում, այ Բոզի տղա»։ Իմ ընտրողին բան ասեմ, մորը կլացացնեն, այն ասում են, լացացում են։ Դուք ձեր ընտրողին չեք կարող պաշտպանել։ Դուք երկիրը ո՞նց եք պաշտպանելու։ Որոշակի վիժված է հենց ասում են, «Սիստեմա կա, սիստեմա»։ Էդ է սիստեման։ Գասպարյանոնիկ բան ես ասելու, հրապարակային էլի ասա, չէ, գնա կոֆե խմի նստի տեղից, մինչև հունիսի 6-ից հետո քեզ կբերեն այդ իմ կաբինետ։ Այն ժամանակ եք խոսած։ Այսօր հասկանը, հարգանքներով ամենան հայոց Վարդան Ղուկասյան։